Ամերիկա-մեքսիկական պատերազմ, Միացյալ Նահանգների հաղթարշավը։ Ամերիկա-մեքսիկական պատերազմը տեղի է ունեցել տարածքային վեճի, մասնավորապես Տեխաս նահանգի պատճառով, որը 1845-ին անջատվել էր Մեքսիկայից եւ իրեն հռչակել որպես անկախ պետություն։ Միացյալ Նահանգների զարգացման համար Մեքսիկայի հետ պատերազմի կարևորություն առաջին հերթին պայմանավորված է դրա արդյունքում երկրի տարածքային ձեռքբերումներով եւ դրա ազդեցությամբ Հյուսիսային Ամերիկայում միջազգային հարաբերությունների ենթահամակարգի կազմավորմամբ։ 1840-ականների կեսերին սկսվում է ԱՄՆ-ի տարածքներին լայնման գործընթացի նոր փուլը։ Ամերիկայի հավակնության հիմնական առարկան են դառնում հարևան Մեքսիկայի տարածքները։ Միացյալ Նահանգները նպատակաուղղված ավելացնում է լարվածությունը, միևնույն ժամանակ պատերազմի համար ոչ մի գիտակցված նախապատրաստական աշխատանք չէր տարվում։ Կանոնավոր ցամաքային ուժերի թիվը չէր գերազանցում 8,500-ը, եւս 12,000-ը ծառայում էին ծովային ուժերում։ Մեքսիկական բանակի թիվը կազմում էր 19,000 մարդ, ինչպես նաև 10,000-ից ավելի զինված ոստիկաններ։ Ամերիկյան բանակի 40%-ը կազմված էր այլազգիներից, որոնք չէին հասկանում հրամանատարության հրահանգները։ Դասալքության մակարդակը խաղաղ պայմաններում բավականին բարձր էր։ Զինվորական գործողությունների նախօրյակին մեքսիկական սահմանին մոտ գտնվող զորամասերից զինվորները պարզապես հատում էին սահմանը, քանի որ Մեքսիկան խոստանում էր անվճար հողատարածքներ տրամադրել։ Այն հարցը, թե ինչ ուժերով է կռվելու երկիրը, Միացյալ Նահանգները սկսեց լուծել պատերազմը սկսելու հետ մեկտեղ։ Տեսականորեն գոյություն ուներ 3 հնարավոր աղբյուր՝ կանոնավոր բանակը, որի թվաքանակն ակնհայտորեն անբավարար էր, տարբեր պատրաստվածության աստիճանի ազգային ոստիկանությունը, որը գտնվում էր տարբեր նահանգներում, եւ կամավորական կազմավորումները։ ԱՄՆ-ի զինված ուժերի հիմքը դարձան կամավորականները։ Պատերազմի հռչակագիրը նախատեսում էր զինվորական ծառայության վերցնել մոտ 50,000 կամավորականների։ Ի սկզբանե ծառայության էին վերցնում 12 ամսով, կամավորականների ջոկատները կազմավորվում էին տարածքային սկզբունքով, իսկ սպայական անձնակազմը ընտրվում էր։ Եվ այս ամենը կատարվում էր հենց պատերազմի ընթացքում։ Հետևանքները սպասեցնել չտվեցին։ Գեներալ Զաքարի Թեյլորը, որը գլխավորում էր Տեխասից հյուսիսային Մեքսիկա հարձակումը, ստիպված էր 3 ամսով հետաձգել իր գործողությունները, ուսանելով նորեկներին եւ սպասելով իր զորքի ամրացմանը։ 1846 թվականի օգոստոսին նա մտավ Մոնտերեյ, իր ունեցած զորքի կեսը թողնելով եւ շարունակելու ուսումը։ Կենտրոնական Մեքսիկայում ռազմական ուժերի գործողությունները, որոնք ծնկի բերեցին Մեքսիկան, սկսվեցին 1846-ի մարտին։ ԱՄՆ-ի բանակը գեներալ Թեյլորի գլխավորությամբ դուրս եկավ Կորպուս Քրիստիից, Տեխասի սահմաններն անցնելով մտավ Մեքսիկայի տարածք եւ հաստատվեց Ռիո Գրանդեի ձախ ափին։ Նուեսես եւ Ռիո Գրանդե գետերի միջև գտնվող վիճելի տարածքների բռնազավթումը, ինչպես նաև մեքսիկական նավահանգիստների շրջափակումը ստիպեցին Մեքսիկային պատերազմ հայտարարել Միացյալ Նահանգներին։ Ռիո Գրանդեի ձախ ափին տեղի ունեցավ ճակատամարտ մեքսիկական հեծելազորի եւ ամերիկյան փոքր բանակի միջև։ Հակառակորդների միջև հրետանային ռմբակոծությունը տևեց 5 օր։ Մեքսիկացիների կողմից Բրաունի ամրոցում շրջափակված ամերիկացիներին, որոնց ղեկավարում էր Ուինֆիլդ Սքոթը, օգնության է հասնում Զաքարի Թեյլորը իր 2400 հոգանոց բանակով։ Պալո Ալտո ճակատամարտում մեքսիկացիները վերջինիս փորձում են դիմադրել, սակայն ամերիկյան հեծելազորին հաջողվում է գրավել մեքսիկական հրետանին, ստիպելով նրանց հետ նահանջել։ Հարկ է նշել, որ ամերիկյան կողմի մարտական գործողությունները պարբերաբար հետաձգվում էին, քանի որ կամավորները, որոնց ծառայության ժամկետը ավարտվում էր, հրաժարվում էին երկարաձգել ծառայության ժամկետը եւ հեռանում էին բանակից։ 1846-ին մայիսի 11-ի ամերիկյան կոնգրեսին ուղղված հաղորդագրության մեջ գրված էր. Մեքսիկան ներխուժել է մեր տարածք եւ թափել ամերիկյան արյուն ամերիկյան հողի վրա։ Կոնգրեսի միասնական նիստում բոլորը կողմ էին պատերազմի հայտարարմանը։ Արդյունքում Միացյալ Նահանգները պատերազմ է հայտարարում Մեքսիկային։ Ռազմական գերակշռությունը ԱՄՆ-ի կողմն էր։ Թեյլորին հրամայված էր գրավել Մեքսիկայի հյուսիսարևելյան մասը, իսկ դիմադրության դեպքում պետք է գնար դեպի հարավ եւ սպառնար Մեխիկոյին։ Աբրահամ Լինքոլնը վիճարկում էր պատերազմի հայտարարման հիմքերը եւ պահանջում էր, որպեսզի ցույց տան կոնկրետ այն վայրերը, որտեղ թափվել է ամերիկյան արյունը, սակայն կոնգրեսը անդրդվելի էր։ Թեյլորի գործողությունների հետ միաժամանակ ամերիկյան կառավարությունը պատրաստում էր Կալիֆոռնիայի վրա հարձակումը, գրավելով նավահանգիստները եւ շրջափակելով ափերը։ Արդեն հունիսին ամերիկացի նորաբնակները գրավեցին Սոնոման եւ ձերբակալեցին հեղինակություն վայելող քաղաքացիներին։ Հուլիսի 4-ին հռչակվեց Կալիֆոռնիայի Հանրապետությունը։ Մեկ ամիս անց Միացյալ Նահանգները գրավեց Սան Ֆրանցիսկոն, հետո Սան Պեդրոն։ Իսկ օգոստոսի 13-ին ամերիկյան օդային ուժերը գրավեցին Կալիֆոռնիայի մայրաքաղաք Լոս Անջելեսը։ Այնուհետև Սանտա Բարբարայի եւ Սան Դիեգո նավահանգիստների գրավումից հետո օգոստոսի 17-ին Կալիֆոռնիան միացվեց ԱՄՆ-ին։ Զուգահեռաբար ամերիկյան զորքը մտնում է Նյու Մեքսիկոյի տարածք, գրավում Լաս Վեգասը, Սան Միգելը, ինչպես նաև նահանգի գլխավոր քաղաք Սանտա Ֆեն։
Օգոստոսի 22-ին Նյու Մեքսիկոյի ամբողջ տարածքը Միացյալ Նահանգների մի մասն էր կազմում։ Պատերազմը հյուսիսում շատ ավելի լարված էր ընթանում, երկու կողմերն էլ մարդկային մեծ կորուստներ են ունենում։ Հյուսիսում ամերիկյան զորքերը լուրջ հաջողությունների չեն հասնում, քանի որ մեքսիկացիները դիմադրում էին։ 1847-ին ԱՄՆ-ի արշավը հյուսիսում ավարտվում է, իսկ զորքն անցնում է պաշտպանության։ Պատերազմի եզրափակիչ փորից հետո ԱՄՆ-ում զարգացավ Մեքսիկայի անեքսիայի գաղափարը։ Մարտական գործողությունների վերսկսման վտանգի տակ Մեքսիկական կոնգրեսի մեծամասնությունն ընդունեց ամերիկացիների պայմանները և 1848-ի փետրվարի 2-ին Գվադալուպե Իդալգո կոչվող վայրում կնքվեց հաշտության պայմանագիր։ Ըստ պայմանագրի ԱՄՆ-ին էր միացվում Վերին Կալիֆոռնիան, Նյու Մեքսիկան և Ռիո Գրանդեի ստորին շրջանը։ Տեխասի և 1853 թվականին ԱՄՆ-ի ձեռք բերած տարածքների հետ միասին դա կազմում էր Մեքսիկայի ամբողջ տարածքի ավելի քան կեսը։ Այդ տարածքներում են հիմա գտնվում ամերիկյան նահանգներ Կալիֆոռնիան, Նյու Մեքսիկոն, Արիզոնան, Յուտան, Կոլորադոն և Վայոմինգի մի մասը։ Մեքսիկան ստացավ $15 միլիոն, ինչպես նաև փակվեց $3 միլիոն 250 հազար կազմող պարտքը։ Արդյունքում երկիրը կորցրեց ավելի քան 500,000 քառակուսի մղոն տարածք։